Սյունիքում արդեն 2 ամսից ավելի ծառայություններ են հնչում մի քանի գյուղերում, ինչ նպատակ է հետապնդում թշնամին, ինչ իրավիճակ։ Լրություն ժողովուրդ։ Սահմանային իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն։ Այո, կարակոսներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն։ Այն կարակոսները, որոնք կոնկրետ թիրախավորում են, դրա մասով մեր պաշտոնական լրահոսը գերատեսչության ինքը տեղեկատվություն տալիս։ Իսկ նպատակավորն է, թշնամու նպատակավորն է։ Ինչ նպատակ է հետապնդում։ Պաշտպանության նախարարն ասել, Մեկը դեպի երեք չենք Ադրբեջանը պատճառաբանել է, որ ինքը չէ, ով է։ Միանշանակ ադրբեջանական կողմը կպատճառաբանի, որ ինքը չէ, բայց իրականում իրենք են, այո։ Իսկ նպատակները, որ տալիս այդ նպատակներ, առաջին կարակող կողմը ավելի լավ կիմանա իր նպատակները։ Իսկ մեր Իսկ մեր գնահատականով նպատակները միանշանակ, եթե հակառակ կողմից կարակոսներ են արձակում, դրանք եւ մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու, սահմանային բնակության վրա նույնպես ճնշում գործադրելու, բայց փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը եւ իրադրություն հարաբերական։ Չի նաեւ արձագանք պատերազմի նման չենք անելու, պարոն Ասելյան։ Այսինքն ուշադրություն չենք դարձնում։ Հիմա ես որ հարց պատասխանում։ Ուշադրություն չեք դարձնում, այսինքն եթե 44 օրյա պատերազմի պատկերն ունենանք, ինչ է լինելու։ Դուք ճիշտ չհասկացաք իմ պատասխանը, ուշադրություն չենք դարձնում, դա չի նշանակում, որ Հայաստանի զինված ուժերը չեն շարունակում իրենց արժեվ դրված խնդրի կատարումը, մենք շարունակում ենք հետախուզության վարումը բոլոր ունեցած ուժերով եւ միջոցներով եւ սահմանային խորհուրդներում հակառակորդի կողմից ոչ մի նմանատիպ սադրիչ քաղաքականության գործողություններ չկան։